Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է սեպտեմբերի 28-ի համար։ Մի փոքր ֆոնը փոխել եմ, ավելի բաց եմ տեղադրել, որպեսզի ավելի պարզ լինի, որովհետև աշուն է եւ անընդհատ մռայլ է եղանակը, իսկ այդպես էլ բավականին շատ է մթնում։ Նաև ուզում եմ նշել, որ երկուշաբթի օրվանից կլինեն նաև չինական հորոսկոպները, չինական ալիքում, այնտեղ կլինեն մեկ այլ քարտերով, իհարկե տարո քարտերով, այնտեղ կլինեն ավելի շատ օրվա կանխատեսումները եւ կլինեն հորոսկոպներ։ Հենց ինքը ոնց որ միայն չինական կլինի, այդպես։ Եվ սովորական հորոսկոպները, որոնք որ լինում են թե տարվա համար, թե ամսվա համար, այդպես այդ ամբողջը այնտեղ կլինեն։ Ովքեր որ ցանկանում են, կարող եք բաժանորդագրվել։ Հղումները կլինեն ներքևում, այնտեղ տարոմանիա էր ինքը ալիքը, բայց սա կփոխեմ չինական ինչ-որ մի բան կտեղադրեմ, չինական հորոսկոպ կամ նմանատիպ որևիցե մի բան, ինչ որ նման անուն կունենա։ Այսքանը եւ օրը երկուշաբթի է, տեսնենք թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը։ Գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին սեպտեմբերի 28-ին։ Հարգելի խոյեր, միևնույն է ինչ անում, մի փոքր էլի մռայլ է, դե եղանակը այդպեսին է, ես ոչինչ չեմ կարող անել, գոնե այսպես սպիտակի վրա է երևում։ Ուրեմն այդ օրը շուտ կարթնանաք կարծես թե կամ ուշ, անկողին է ընկել, երկուսն էլ դա նշանակում է։ Միգուցե շուտ է կարթնանում, որովհետև առիթի եք հրավիրված եւ պետք է գնաք այդ առիթին, պետք է պատրաստվեք։ Նաև ճանապարհ եք գնալու այդ օրը կամ ինչ-որ մարդիկ կարող են գալ ձեզ մոտ, որ դուք եք առիթը ստեղծում։ Նաև ոմանք ունեն սիրային ժամադրություն, ոմանք ունեն այդպես պայմանավորվածություն ձեր հարազատ մարդկանց հետ, ձեր սիրելի մարդկանց հետ։ Նաև սպասում եք, ինչ-որ մարդկանց եք սպասում կամ ինչ-որ բանի, որը ձեզ կարող է նյարդայնացնել նաև։ Մի փոքր վատ եք զգում ձեզ եւ դա ձեզ ցավ է տալիս։ Մարդիկ ասել են կգանք կամ ինչ-որ նմանատիպ մի բան է, ում սպասում եք եւ դա ձեզ ցավ է տալիս։ Կամ նաեւ մի փոքր ձեզ վատ եք զգում, դա է ձեզ ցավ տալիս։ Այո, նայեք հիմա ես մի փոքր վատ առողջ եմ, դա մի տեսակ նեղվում ես, որ դե ուրիշ ձև չես։ Այդպես կարելի ասել։ Միգուցե դա է, նմանատիպ ոչ է մի բան է, որովհետեւ սա աշուն անցումը ահավոր է եւ հատկապես մի փոքր արագ է կամ ցրտում, կամ տաքանում, չես հասկանում, որից հետո էր այն գեղեցիկ այսպես աշնան չի տեղափոխվում։
Այսքանը կամ նաև սպասում եք հիվանդից լուր, որը եւս ձեզ ցավեցնում է, կարող ինչ-որ մեկը հիվանդ է եւ իրենց լուր եք սպասում, այդպես դա է ձեզ ցավեցնում։ Հնարավոր է դա չի պատճառը, ուրիշ մեկ այլ բան է, հա, որոշել եմ չկպցնել իրար ավելի շատ ամեն մարդու մոտ մի ձև է, կարող ինչ-որ մի բանը ձեզ ցավ է տալիս, բայց դուք չեք տխրում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին սեպտեմբերի 28-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը տատանվում եք ինչ-որ հարցի վերաբերյալ, նաև ճանապարհ կարող եք գնալ կամ հենց տատանվում եք ճանապարհի հետ կապված եւ հյուրի հետ կապված, կամ թողեք այդ հյուրը գա ձեր տուն, կամ ոնց որ ընդունեք իրեն, ասեք տանն եք, նաև դուք գնաք այդ մարդու տուն հյուր իհարկե։ Գործնական հանդիպում ունեք, կամ խոսակցություն, եթե ժամ եք պայմանավորվել, ապա ուշադրություն դարձրեք ժամին, որպեսզի չուշանաք։ Որևիցե իրադարձություններ կան ձեզ հետ կապված կամ տան հետ կապված, որոնք որ անում եք յուրաքանչյուր ամիս, միգուցե տան վարձ եք տալիս կամ ձեզ են տան վարձ տալիս կամ ինչ-որ վճար են ձեզ անում կամ դուք եք տան իրի հետ կապված, հա, ինչ-որ մի կամ օրինակ առիթ եք արել, ինչ-որ հարսանիք եւ այլն եւ հիմա ամեն ամիս վարկ եք փակում եւ նմանատիպ այլ պահեր։ Դա եւս, հա, տեղի կունենա, նաեւ կարող է ավարտվում է այդ վերջին մեկ ամսվա իրադարձությունը կամ այդ ամեն ամսվա իրադարձությունը եւ դա է ձեզ ուրախացնում, դա է ձեզ ինչ որ կարող է առիթ եք նշում տանը, ինչ որ տան հետ կապված կարող ոնց որ այլևս վարձ չեք վճարել, օրինակ տուն եք գնել կամ այդ իրի համար այլևս վարձ չեք վճարելու, նման այլ հարցեր։ Եվ օրվա ընթացքում ինչ-որ բան ձեզ կերջանկացնի եւ ոչ որ կուրախանաք եւ ինչ-որ մի բան է գնալու ձեզանից։ Միգուցե դա է, ինչ-որ իրավիճակ է, ինչ-որ լարվածություն է, միգուցե տան հետ էր կապված, ինչ-որ մի բան է, որը գնում է ձեզանից եւ դուք ուրախ եք։ Հնարավոր է նաեւ օրվա ընթացքում ոչ թե հնարավորություն բաց թողնեք ձեր ձեռքից, դա եւս պետք է ուշադիր լինեք, որ բաց չթողնեք։ Ինչ-որ բան եք տալիս ինչ-որ մեկին, դա եւս, հա, ինչ-որ մի ձևով ձեզանից ինչ-որ մի բան է, հա, այստեղ գործ է, որը որ գնում է ձեզանից եւ դուք ուրախ կարող եք լինել այդ որ դա գնում է ձեզանից։ Ինչ-որ պահ է, հա, պարտադիր չի ինչ-որ գործին վերաբերող լինի։ Մարդը կա չէ, որ ինչ-որ մի ոլորտի համար անդադ անհանգստանում է եւ երբ որ գնում է դա դուք էլ եք հանգստանում։ Այսքանը ձեզ համար,
Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին սեպտեմբերի 28-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը կամ դուք եք նվեր գնելու ինչ-որ մեկի համար, կամ դուք կարող եք նվեր ստանալ, ինչ-որ մի բան կարող է տեղի ունենալ, որը ձեզ համար նվեր լինի։ Ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կգան ձեզ մոտ, սպասում եք, կարծես թե իրենց եք սպասում, կամ ինչ-որ բանի կարող եք սպասել օրվա ընթացքում։ Նաև նորություն կլսեք, այդ նորությունը կարող է կապված լինել ձեր վերջնական որոշման հետ, որ այդ նորությանն եք սպասում, որ վերջնական որոշում կայացնեք, կամ նաև կլսեք, որ ինչ-որ գործեր է ավարտվել, նման ոչ է նորություն։ Եվ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ այդ օրը երկար մտածեք, նոր հետո արեք, բացի դա էլ դա ինչ-որ միտեղ երկար մնալն է, ինչ-որ մի բան է դանդաղում, ինչ-որ մի բան է դեռևս կանգնացավ, որին որ պետք է մղեք առաջ։ Դեռևս ոնց որ այդ օրը չեք կարողանում, որովհետև ինքը կանգնած է կարող, ձեզանից ոչինչ չի բխում, հա, դուք ոչինչ չեք կարող անել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին սեպտեմբերի 28-ին։ Հարգելի խեցգետիններ,
Այդ օրը օծեր կան, չար վերաբերմունք, ձեր նկատմամբ, վատ վերաբերմունք, բամբասանք, նաև առիթի եք այդ օրը հրավիրված լինելով կամ այդ օրը կարող են ձեզ նոր հրավիրել այդ առիթին, ինչ որ գործեր այդ օրը կանեք կվերջացնեք, միգուցե առիթի հետ է նաև կապված, եթե դուք ունեք առիթ տանա, ապա դա է, հա, այդ գործերն եք անում ավարտում, վերջացնում ի վերջո, նաև սուտ կա ինչ որ հարցի մեջ, ուշադիր եղեք, եւ երեխաների հետ կապված ոչ իրադարձություններ կան, իսկ այդ օծերի հետ կապված հնարավոր է նաև նեղվում եք, հնարավոր է նաև հուզվում եք, հա, իրենց միգուցե արարքից է, իրենց վերաբերմունքից է, կարող չեք նստում լացում, բայց այդ վերաբերմունքից մի տեսակ եք, հա, ոնց որ դե նեղվում է։ Եվ երեխաների հետ կապված ոչ իրադարձություններ կան, այստեղ նվեր կամ դուք կստանաք, կամ դուք կտանեք, հա, ինչ-որ մի պահ է, որ երեխաներին է վերաբերվում։ Ծնունդ, կնունք կարող է լինել, նաև որևիցե, հա, ինչ-որ պահեր են։ Գուցե երեխան ինստիտուտ է ընդունվել կամ լավ է հանձնել ինչ-որ մի բան, կապ չունի թե որտեղ եք դուք ապրում եւ ինչ ինստիտուտ եք աղան։ Ոչ թե ուսումնական կենտրոն է, որը դժվար է ընդունվել։ Եվ կապ չունենք, որ սեպտեմբերի վերջ ենք։ Շատ տեղեր սեպտեմբերից կարծես թե չի սկսում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցներին։ Ինչ է սպասվում առուսներին սեպտեմբերի 28-ին։ Հարգելի առուսներ, այդ օրը հաջողություն ունեք, ինչ որ մի հարցում հաղթանակած դուրս կգաք, ինչ որ մի բան ձեր օգտին կավարտվի։ Նաև օծեր կան օրվա ընթացքում, դա չար վերաբերմունք, վատ վերաբերմունք, լեզուները երկար, բամբասանքներ եւ այլն։ Այդ հայացքներ նաև նմանատիպ կարող եք զգալ ձեր կողմը դեպի։ Նաև հանդիպում ունեք երեկոյան։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին սեպտեմբերի 28-ին։
Հարգելի կույսեր, այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան, նաև ոմանք կարող են տուն մաքրել, ոմանք վիճեն ինչ-որ մարդկանց հետ, նաև նվեր կարող եք գնել ինչ-որ մարդկանց համար, դուք նվեր ստանաք, դա կարող է լինել նաև որևիցե քաղցրավենիք, որևիցե ինչ-որ մի բան տեղի ունենա, որը ձեզ համար եւս նվերի նման, լինի այդպես, նաև հաղթանակած դուրս կգաք ինչ-որ մի հարցում եւ ժամը ձեզ համար շատ կարեւոր է ու շատ եղեք, որպեսզի չուշանաք։ Հնարավոր է նաև սա ցույց է տալիս, որ օրինակ դուք ճիշտ ժամանակին եք հասնել տեղ, եթե ոնց որ չեք կարող մտածում եք կուշանաք եւ այլն, ոնց որ դա եւս ոնց որ հաղթանակած եք դուրս գալիս, որ գնում եք ճիշտ ժամանակին հասնում տեղ։ Այսքանը ձեզ համար կամ դա նաև կարող է լինել այնպես, որ եթե ինչ-որ մեկից ոնց որ հանդիպում եք ուզում եւ չեք կարողանում այդ հանդիպումը ստանալ, հիմա ոնց որ կկարողանաք, դա եւս հաղթանակ է, որ ի վերջո կարողացա ես հանդիպում ունենալ այդ մարդու հետ կամ այդ բժշկի կամ այդ մասնագետի հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին սեպտեմբերի 28-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը օձեր կան, օձային վերաբերմունք, ձեր նկատմամբ բամբասանք, խոսակցություն, նաև կարող է ուրախ եք, տրամադրությունը բարձր է, մարդը որ էներգիա ավելի է լինում, կողքից միանգամից սկսում են, չէ՞, տենց մի տեսակ ուրիշ ձևով վերաբերվել, ինչ-որ կծել, կծողական բաներ անել։ Նաև օրվա ընթացքում ինչ-որ մեկից կամ ինչ-որ բանից կարող եք հեռվանալ եւ որոշ իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ օրը եւս դա կկատարվի եւ միգուցե դրանից դա է ձեզանից հեռվանում, դա է որ գնում է ձեզանից։ Օրինակ ոնց որ ինչ-որ մի բանը պետք է վճարեք, վճարում եք եւ դա գնում է ձեզանից վերջ, այլևս դրան չեք անդրադառնա, օրինակ, 1 ամիս։ Ամ վերջի 1 ամսվա իրադարձություններն են ավարտվում եւ այդ կարող խնդիրներ էին։ Գնանք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին սեպտեմբերի 28-ին։
Հարգելի կարիճներ, այդ օրը կամ դուք եք ինչ-որ մարդկանց սպասում, գալու են ձեզ մոտ, կամ դուք եք ճանապարհ գնալու։ Նաև տան հետ կապված իրադարձությունները միգուցե առիթի եք գնում, միգուցե նաև ձեր տունն է առիթ, մարդիկ են գալու ձեր տուն, կամ գնում եք օրինակ տուն նայելու, բնական, նայելու, տեսնելու, եթե վարձով եք ուզում, եթե գնելու համար է, մի խոսքով ինչ-որ տան հետ կարող է կապված լինել, կամ ամեն մեկը ինչ-որ մի ճանապարհ գնա, մյուսն զբաղվի տան հետ կապված հարցերով։ Եվ երեկոյան կամ ուշ կպարկեք քնելու կամ շուտ, կամ նաև կարող է վատ եք զգում ձեզ, հնարավոր է նաև ինտիմ հարաբերություններ է ոմանց մոտ, ոմանք էլ տանը ունեն հիվանդ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին սեպտեմբերի 28-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը մի փոքր երկակի է, եւ նա կա, եւ տխրություն, եւ երջանկություն ունեք։ Նաեւ ինչ-որ մի բանը ձեզ երջանկացնում է, ինչ-որ մի բանը ձեզ տխրեցնում է, որից էլ որ կարող եք հուզվել, արտասվել, հնարավոր է նաեւ ոչ իրադարձություն է, որ ամեն ամիս գալիս է, ամեն ամիս պետք է անեք եւ ամեն ամիս դա անելու ժամանակ մի տեսակ ոնց որ հուզվում եք, դե էլի եկավ օրինակ այս վճարելու ժամանակը եւ նմանատիպ այլ հարցեր։ Ոմանք կարող են ընդունվել աշխատանքի, ոմանք շատ աշխատանք ունենան այդ օրը, ոմանք պատվերներ գրանցեն, հանդիպեք նաև պետական աշխատողի, ձեր տնօրենին նաև, ինչ որ տհաճ պահեր կան։ Միգուցե տհաճ պահերը դա է, որ այդ ամեն ամիս պետք է լինի, միգուցե դա է, միգուցե նաև ուշադիր եղեք աշխատանքի վայրում դա չլինի։ Այսքանը ձեզ համար եւ գումար, ոմանք գումար կարող են ծախսել, ոմանք նաև գումար ստանան։ Չստանաք կներեք, գումարի մասին խոսեք, կամ այդ գումարն է, որ պետք է էլի նորից վճարեք, կարող դա է, որ այդ խոսակցությունը կան ընդհանուր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին սեպտեմբերի 28-ին։
Հարգելի այցեղջյուրներ, այդ օրը կարող եք հանդիպել, շփվել ձեզ համար մտերիմ անձնավորության հետ, օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, թե ինչպես կանեք, հայ եւ այլն։ Նաև ժամը ձեզ համար կարևոր է եւ դա էլ է, հենց օրը ձեր ձեռքում է, կուշանաք արդյոք, կփորձեք ճիշտ ժամանակին հասնել տեղ եւ այլն։ Երեկոյան ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին սեպտեմբերի 28-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը հաջողություն ունեք, սեղանի շուրջ եք նստելու այդ օրը, սպասում եք ինչ-որ մեկին, ինչ-որ բանի այստեղ հանդիպելու եք ինչ-որ մեկին, գործնական խոսակցություն ունենաք, միգուցե իրեն եք սպասում, երբ եք գալու, որ խոսեք։ Դա է, սեղանի շուրջ եք նստելու եւ հաղթանակած եք դուրս գալու, ժամին ուշադրություն դարձեք կամ միգուցե տվյալ անձնավորությունն է ուշանում։ Ամենայն դեպս դուք ինքն էլ ժամին ուշադրություն դարձեք, որպեսզի չուշանաք կամ նաև կարող է ինչ-որ երկար ժամանակ նստեք իրար հետ խոսեք, ինչ-որ այստեղ հստակ ոմանց համար ինչ-որ գործնական թեմա է, գործնական խոսակցություն է։ Նաև կարող է գնաք հարցազրույցի, ովքեր որ աշխատանք են փնտրում, հյուր կունենաք, դուք կգնաք հյուր, կարող է հյուրին եք սպասում, այստեղ որպեսզի կա սեղանի շուրջ նստեք, կարող է ժամերով գա ձեր տուն։ Եվ ինչ-որ մի հարցում հաղթանակած եք դուրս գալու, հաջողություն ունեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին սեպտեմբերի 28-ին։ Հարգելի ձկներ,
Այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, նաև հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, ով որ ձեզ համար շատ մտերիմ անձնավորություն է, կողը նաև ոմանք եւ առանձին հանդիպեն իրենց ընկերոջը կամ ընկերուհուն կամ եւ առանձին խոսեն նաև կամ հանդիպեն իրենց մտերիմ անձնավորության կամ ցույց է տալիս, որ ձեր ընկերը ձեզ համար շատ մտերիմ է, ում հետ որ պետք է հանդիպեք։ Եվ ինչ որ մեկից հերվածում, ինչ որ բանից հերվածում, այստեղ գործնական հանդիպում ունեք եւ դրանից հետո է այդ ամենը կատարվում։ Եթե ինչ որ մի բան պետք է դա գիրեն, տակ գնա, եթե ինչ որ մի բան պետք է անեք իր համար, հա, ոնց որ եւ բաժանվում եք։ Ոմանց համար դա եւ ընկերուհին է, հա, կամ ընկերն է։ Հանդիպում եք իրար հրաժեշտ տալու համար, հա, կողը այդպես իրար մեկնում եք գնում եք հեռու եւ առանձին է գործնական հանդիպում ունենաք կամ գործնական շփում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։